իրենց հաղթելու շանսերը շատ ցածր է, ես կասեի մոտա 0-ին, ձգտում է 0-ին։ Ինչի համար եմ ասում, մենք շրջում ենք ուրեմն Վաղաշապատ համայնքով, Էջմիածնով, գյուղերով շրջում ենք, մարդկանց հետ շփվում ենք, տեսնում ենք տրամադրությունները մարդկանց։ Ուրեմն մարդիկ, տեսեք, մոտենում են, շփվում են, առանց վախենալու, առանց կաշկանդվելու, առանց ինչ-որ բանից վախենալու մեզանից վերցնում են մեր բուկլետները եւ նաեւ առաջարկներ են անում, հանգի շփվում են, չեն վախենում, վախի մթնոլորտ չկա։ 1-2 դեպքը հանած։ Մարդկանց տրամադրվածությունը այսպեսին է, եթե ԿՊ չեք, ընտրելու ենք ձեզ։ Այսինքն մարդիկ տոտալ դեմ են քաղաքացիական պայմանագիր կոչված թրքասեր խմբակին եւ նրան հակից մի հատ ուրիշ խմբակ էլ կա, մի թրքասերը նրանք են հանրապետությունա կոչում ու դրանց են դեմ։ Այսինքն ասում են նրանք չլինեն, ընդդիմությանը ձայն ենք տալու։ Եվ կոնկրետ մեր հետ կապված, ուրեմն մեր ծրագրերին ծանոթանալով մենք ընդ բազում ծրագրեր ենք առաջարկել, բազմաշերտ է մեր ծրագիրը, սկսած ուրեմն փոքր երեխաներից միջև ծերեր, սկսած բակերից միջև կենտրոնական փողոցներ։ Մեր ծրագրերին ծանոթանալով նրանք այո, ասում են, որ ընտրելու ենք Մայր Հայաստանին, մեր ձայնը տալու ենք Մայր Հայաստանին։ Մենք ունենք ծրագիր ուրեմն թե մանկապարտեզների հետ կապված, որպեսզի մանկապարտեզները դարձնենք անվճար։ Բացի այն, որ պետքա բարեկարգվի այդ մանկապարտեզները, նաև պետքա դարձվի անվճար։ Ասեմ ձեզ, որ ԿՊ-ի իշխանության ժամանակ մանկապարտեզները Վաղաշապատում դարել է վճարովի։ Մենք խոստացել ենք Վաղաշապատցիներին, որ մանկապարտեզները դառնալու է անվճար։ Դա մեկ։ Ուրեմն տրանսպորտի հետ կապված փոփոխություններ պետք է արվի, պետք է արտոնություններ տրվի, ուրեմն թե հաշվանդամություն ունեցողներին, թե պատերազմի մասնակիցներին, տարբեր շերտերի։ Բակային տարածքներում խնդիրներ կա, մենք ասել ենք բակերը պետքա բարեկարգվի, լինի թե հանգստի գոտի բակում, թե խաղահրապարակ լինի բակում, թե ասֆալտապատումը, բակի բարեկարգումը նորմալ լինի։ Սկսած բակերից մինչև քաղաքային այգի, կենտրոնական այգի եւ կենտրոնական փողոցներ պետքա այնտեղ հարցեր լուծվի։ Սրանք 7 տարի, 7.5 տարի իշխանության են, այնտեղի հարցերը չեն լուծել, ավելի շատ թալանել են, գրփել են, քան թե հարց են լուծել։